Ամենաառանձնահատուկ մարտահրավերը կարծում եմ լինելու է եւ արդեն իսկ կա այն, որ ունենալու ենք հասարակական միջավայրի շատ մեծ բևեռացվածություն, կարելի ասել ծայրահեղ բևեռացվածություն, որը իհարկե շատ անհանդուրժող մթնոլորտ է ձևավորում եւ սա իհարկե մարդու իրավունքների ամբողջ համակարգի վրա է ազդում, որովհետեւ այդ բևեռացված ու անհանդուրժող մթնոլորտը մշտապես հանգեցնում է ատելության խոսքի շատ լայն ծավալների, տարբեր խմբերի թիրախավորման, պիտակավորման։ Այս ընտրությունները հատկապես առանձնանալու են բևեռացվածության այդ մեծ ծայրահեղ նույնիսկ մակարդակով եւ սրա դեմ պայքարի համար միանշանակ պետք է պատշաճ գործիքներ կիրառվեն։ Ի տարբերություն շատ երկրների, Հայաստանում գրեթե բոլոր համայնքները քաղաքականացված են եւ նույնիսկ մասնագիտական համայնքները, զանգվածային լրատվության միջոցները իրենք օրինակ խոսքի տեսակներ են տարածում կամ այնպիսի տեղեկատվություն, որը ուղղակիորեն է հակասում մարդու իրավունքների չափանիշներին, խոսքը նաեւ ատելության խոսքի մասին է, տարբեր խմբերի թիրախավորման մասին է, խտրական խոսքի մասին է։ Եվ սրա մասին անընդհատ է պետք հիշեցնել առաջին հերթին, ոչ միայն պետք է հիշեցնել, այլ նաև պետք է ստիպել, որպեսզի այն մարմինները, որոնք իրավասու են նաև վարքագծի կանոնների, էթիկայի պահպանման համար որոշակի լիազորություններ կիրառեն, իրենք ակտիվ լինեն այդ առումով։